Ձեր հեգնացուն արդեն հայտնի է, թե ով է մարդու իրավունքների պաշտպանի։ Դեռ քննարկման փուլում ենք, համապատասխան ժամանակահատվածում կներկայացնենք։ Ում շրջան քննարկումները։ Ձեր տարբերակը քննարկում եք։ Բայց մյուսների մասով այս բանին քննարկվում են։ Իրականում ես առաջարկեցի քննարկությունները լինեն 6-6, այսինքն յուրաքանչյուր 6 հանձնաժողովի հեգնացուների քննարկումից հետո լինի ընտրություն։ Հիմա պետք է պնդեմ դրա վրա, տեսնենք ինչպիսին է առհասարակ համապատասխանությունը ընտրության նկատմամբ։ Չէ, ԿՊ-ն ասաց, որ մերժում է, պայմանավորվել են, որ 12-ը քննարկեն, հետո ինչն է խանգարում ձեզ, որ 6-6 եք առաջարկում, ինչն է պատճառը, որ հասցնելու առումով։ Նախ այո, ֆրակցիայում կազմակերպչական հարցեր կան, բայց նաև առհասարակ պետք է հասկանալ իշխանությունը ինչ մոտեցում։ Հիմա օրինակ տեսանք պարոն Ֆարմանյանի ընտրության ժամանակ, պատգամավորներից մեկը ԿՊ-ից եկավ ոչ լավ հայտարարություններով, բա դուք չհանձնեցիք ձեր քննությունը, համար այսպես ազատ եք։ Հիմա դա ինչ է նշանակում։ Հասկանալի է, որ չեն ընտրում ինչպիսին է։ Այսինքն դիրքորոշումը բոլոր ընդդիմադիրներին վերաբերվում թե առանձին քննարկումներ պետք է լինեն։ Համենայն դեպս, եթե մեր մասով կարճ ամփոփելու լինեմ, դեռ քննարկումների փուլում ենք, բայց ճիշտ ժամանակահատվածում կներկայացնենք։ Գրիգորյան, այսպիսի հարցադրումներ կան, ասում են, ինչպես կարող է Ռոբերտ Քոչարյանի թիմը մարդու իրավունքներ պաշտպանել։ Հոկտեմբերի 27-ը նրա իշխանության օրոք տեղ ունեցել, մարտի 1 ընտրակեղծիքներ են եղել, քաղաքացիները ծեծվել են, ասում են, չեն ընկալում մարդիկ, թե ինչպես կարող է նրա թիմը ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողով։ Այդ բոլորի յուրաքանչյուրի մասով ես կարող եմ բավականին երկար խոսել։ Եթե կան քրեական գործեր, թողեք քրեական գործերի շրջանակներում իրավապահ զբաղվել եւ ոչ թե տասնյակ տարիներ դրա մասին միայն խոսվել եւ իշխանության գալուց հետո էլ միայն խոսվել եւ որևէ բուն գործընթացներ տանը չունենային։ Այսօր մենք ունենք միայն մեր ֆրակցիայում մեկ պատգամավոր, գոնե մենք պետք է դրա մասին խոսենք, չէ՞։ Արտուր Սարգսյանը այսօր քաղաքական պատանդարոյի կարգավիճակում է գտնվում եւ բազմաթիվ մարդիկ այսօր քաղաքական հալածյալներ են եւ մեր պարտքն է խոսել այդ բոլոր թեմաների մասին։ Իմիջիայլոց ձեզ ասեմ, որ քննարկում էր նիստը սկսած, բայց հիմա պետք է գնամ հանձնաժողովներ, ընդհանրապես հանձնաժողով վերցնենք թե չվերցնենք, մենք ունենք հետևյալ դիրքորոշումը, եթե լինի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով վերցնենք, միայն այդ դեպքում կվերցնենք, մնացած բոլոր դեպքերում չենք վերցնելու հանձնաժողովը։ Մի կարճ բաներ հարցնենք, էլի, պարզ է, թե իշխանությունը ինչ է շտապում, կառավարության ծրագիր պիտի գա, բան, հանդիպություն ինչի է շտապում, որ արագ է ամեն ինչը ամփոփեք գնա։ Դուք կարծում եք սա արագ է։ Երկրորդ շաբաթն էլ է անում։ Չունեք շտապելու, հանգիստ քննարկեք։ Տիկին Ջևեջյան, եթե այս բոլոր քննարկումները լինեին ժողովրդի կոնկրետ խնդիրների մասին, միանշանակ եկեք մանրամասն քննարկենք։ Բայց եթե սա վերաբերվում է կաթողիկոսի անունը այլ ձևով հնչեցնելու եւ դրան հակադարձելուն, ես վստահ չեմ, որ դա մեր ժողովրդի պահանջն է, այս ազգային ժողովից։ Ընդհանրապես իմ առաջարկը եղել է հնարավորինս արագ ավարտել խորհրդարանի ձևավորման գործընթացը, որտեղ սա միայն ձևավորման արագի մասին է խոսքը, որովհետև արձակուրդ պիտի գնաք, հանգստանալ հարցնելու այլևս խնդիր չկա, որովհետև առաջիկայում լինելու է կառավարության կառուցվածքի մասին փոփոխության նախագիծը, դրանից հետո լինելու է կառավարության ծրագիրը, այսինքն մինչև օգոստոսի վերջ ամեն դեպքում նիստերը լինելու են այսպես թե այնպես, դրանից հետո գալու է սեպտեմբերը եւ բնականon հունով աշխատանքները շարունակվելու է։ Այսպես թե այնպես արձակուրդի հարց չկա։ Խնդիրն այն է, որպեսզի մենք արագ անցնենք են գնալ ծով բան, երևի դրա համար են պատգամավորները։ Ես արդեն պատասխանեցի, որևէ մեկը արձակուրդի չեն գնում, միևնույնն է, իմ ուղղակի դիրքորոշումն այն է, որ հնարավորինս շուտ ավարտվի գործընթացը ձևավորման պարլամենտի եւ անցնենք բուն աշխատանք։ Նորից եք առաջարկել Ռուբինյանին 6-6 ձևով ընտրություն կազմակերպել։ Տիկին Գրիգորյան, այո, պետք է պնդեմ, որովհետեւ նախ տեսեք, երբ կրճատեցինք ելույթները, նշանակում է ժամանակ խնայեցինք արդեն նման գործընթաց կազմակերպելու համար եւ այո, մեզ նաեւ հետաքրքիր են դիմադրություններից թե առհասարակ ինչպիսին է իշխանության դիրքորոշումը։ Եթե իրենք պետք է ասենց մերժեն ընդդիմության կողմից ներկայացված տեխնոլոգիաներին, հետագա մեր գործողություններն էլ համապատասխանեն։